Կան նաև մարդիկ, ովքեր հայոց պետականության կորուստը կապում են քրիստոնեության հետ։ Դա համ ճիշտ է, համ սխալ։ Օրինակ կան հզորագույն պետություններ, որոնք կարողացել են այդ իշխանության կոնցեպցիան հստակ ձևավորել աստվածաբանական առումով, վերածելով այն որպես աշխարհիկ կոնցեպցիա։ Իսկ հայկական եկեղեցին դա չի կարողացել անել, այլ հակառակն է տեղի ունեցել։ Այսպիսով, ո՞րն է ազգային եկեղեցին։ Ազգային եկեղեցին այն է, որը թագը դնում է իր թագավորի գլխին, այսինքն ձևավորում է իշխանություն։ Մինչև ֆրանսիական հեղափոխությունը, ըստ հին պատկերացումների, տիրում էր այն հասկացողությունը, որ իշխանությունը Աստծո կողմից է, եւ եկեղեցու խնդիրն էր թագը դնել թագավորի գլխին եւ ասել. իշխանությունը Աստծուց է, ենթարկվեք նրան։ Եվ այդպես ձևավորում էր ազգային իշխանություն։ Իսկ հիմա եկեք հասկանանք, արդյոք դա այդպես է եղել հայկական պատմության ընթացքում։ Ոչ, այլ ճիշտ հակառակը։ Հայկական եկեղեցին թագը միշտ դրել է պարսկական շահի կամ իսլամի գլխին եւ հայ ժողովրդին ասել ենթարկվի նրան։ Ու ամեն տեղ նա եղել է պետական եկեղեցի իդեպ, տվյալ պետության կողմից ճանաչված, արտոնություններ ունեցող եւ այդ իշխանությունը ճանաչող։ Այսինքն հայկական պատմության ընթացքում տարածքը եւ հայրենիքը միշտ տարանջատվել է։ Եկեղեցին ազգային եկեղեցու գործառույթ չի կատարել։ Նա եղել է ոչ թե ազգային իշխանություն ձևավորող, այլ ազգային կրոնական համայնք ձևավորող։ Որն են այս երևույթների պատմական պատճառները։ Կենտրոնական հարցերից մեկն էր քրիստոնեության տարածումը Հայաստանում, եւ այդ ժամանակաշրջանում այնպես էր ստացվել, որ Հայաստանը գտնվում էր երկու համաշխարհային տերությունների եւ կայսրությունների արանքում՝ Բյուզանդիայի եւ Պարսկաստանի։ Եվ կար իշխանության երկու կոնցեպցիա՝ պարսկական եւ բյուզանդական կամ հռոմեական։ Ինչ է նշանակում կայսրություն։ Դա որոշակի համաշխարհային կարգ է, հիմնված որոշակի գաղափարախոսության վրա։ Այն ժամանակ դա հիմնականում կրոնական գաղափարախոսություն էր։ Բյուզանդիայում կար մի այսպիսի բանաձև. վերևում մեկ աստված է, ներքևում մեկ կայսր։ Եվ այդ կայսրը բոլոր քրիստոնյաների կայսրն էր համարվում, անկախ նրանց բնակության վայրից՝ Պարսկաստանում, Հնդկաստանում կամ հենց իր տարածքում։ Եվ այստեղ մյուս համաշխարհային կայսրության Պարսկաստանի համար առաջացավ խնդիր, որովհետև մինչև որոշ ժամանակաշրջանը իր տարածքի մինչև 20-30% բնակչությունը քրիստոնյաներ էին։ Եվ այդ քրիստոնյաները հանդիսանում էին այսպես կոչված 5-րդ շարասյունը, որովհետև քո քաղաքացիները կամ հպատակները ակամա ճանաչում են հարևան երկրի կայսրին որպես իրենց կայսր։ Այդ խնդիրը Պարսկաստանը պետք է լուծեր, այսինքն կամ վերացներ իր տարածքում ապրող բոլոր քրիստոնյաներին, կամ ինչ-որ այլ բանաձև գտներ։ Հայկական պետական համակարգը ըստ էության ընդօրինակել էր պարսկական պետական համակարգը։ Այնտեղ կային թագավորներ, թագավորների թագավորներ եւ այլն։ Հայերը չկարողացան ստեղծել իրենց սեփական իշխանության կոնցեպցիան աստվածաբանական հիմքով։ Երբ Պարսկաստանում եւ Բյուզանդիայում ռեֆորմներ են տեղի ունենում, իշխանությունը կենտրոնացնելու ուղղությամբ եւ Հայաստանում հայկական նախարարական տները թուլացնելու, հայերը օրինակ 444 թվականին հրավիրում են Շահապիվանի եկեղեցական ժողովը, որում մասնակցեցին եւ իշխանները եւ հոգեվորականները, ու որով հայ ֆեոդալները փաստորեն ոչնչացնելով հայկական թագավորությունը մտան եկեղեցու իրավունքի մեջ, ճանաչելով Պարսկաստանի եւ Բյուզանդիայի աշխարհիկ իշխանությունը, կախված նրանից թե որ մասում են նրանք գտնվում։ Ըստ էության Հայաստանում եկեղեցական իրավունքի մեջ մտնելը առաջին անգամ ձևավորվեց հենց Շահապիվանի ժողովում, որտեղ առաջ բերվեց հետևյալ գաղափարը, որը հետագայում զարգացավ եւ մինչ այսօր իրեն զգացնել է տալիս։ Հետևյալ գաղափարը. հրաժարվել սեփական աշխարհիկ օրենքից, չձևավորել սեփական իշխանություն, ապրել եկեղեցական իրավունքով որպես կրոնական համայնք։ Ինչի արդյունքում դու փաստացի չես կարող պահանջներ ներկայացնել աշխարհիկ իշխանությանը։ Այստեղ կարևոր է նաև իսլամի աշխարհայացքը ազգերի մասին,
որը մինչև այսօր ազդում է հայերի վրա։ Ըստ իսլամի, ազգ էթնոս գոյություն չունի, որպես այդպեսին։ Գոյություն ունի կրոնական համայնքներ, միլետներ կամ ումաներ։ Այսինքն, կան մահմեդականներ, կան հայ, հույն կամ ասորի քրիստոնյաներ եւ այլն։ Եվ այդ քրիստոնեական համայնքները ստանում էին որոշակի ինքնավարություններ կրթական, դատական, հարկահավաքության ոլորտներում եւ այլն։ Եվ ճանաչվում են պետության կողմից, այսինքն դառնում են պետական կրոն։ Եվ հենց այս ժամանակի առաջանում համայն հայոց կաթողիկոս տերմինը։ Շատերին թվում է, թե այդ տերմինը նշանակում է բոլոր հայերի կաթողիկոս։ Ոչ, դա բոլոր առաքելական հայերի կաթողիկոսն է, իսկ մնացածը ըստ իրենց հայ չեն, որովհետև այդ միլետում չեն գտնվում։ Փոքր դավանաբանական խնդրի մասին։ Հայերը ըստ որոշների կարծիքով մոնոֆիզիտ են կամ միաֆիզիտ։ Եվ կան մյուսները, քաղաքեդոնական եկեղեցիները, կաթոլիկները, ուղղափառները եւ բողոքականները։ Որն է հիմնական տարբերությունը։ Այն, որ Հիսուսի երկու մարմինները, մարդկային եւ աստվածային, նրանց միությունը դիոֆիզիտների մոտ երևութական են, երևույթային են, իսկ հայերի մոտ ամբողջական։ Այսինքն, ինչ է նշանակում Հիսուսի մարդկային մարմինը։ Դա աշխարհիկ իշխանությունն է մարմնավորում։ Իսկ աստվածային մարմինը մարմնավորում է եկեղեցին, դա որպես հոգևոր իշխանությունն է։ Հայերի մոտ հոգևոր իշխանությունը առաջնային է։ Այսինքն մենք պահում ենք մեր հոգևոր կանոնակարգը, հոգևոր իշխանությունը, իսկ աշխարհիկ իշխանությունը տալիս ենք պարսիկներին, արաբներին, Վլադիմիր Պուտինին, Դոնալդ Թրամփին կամ որևէ այլ մեկին։ Բնականաբար այդ հասկացողությունները շատերի գիտակցության մեջ չկա, հենց այդպես, ինչպես ես նշեցի, բայց ենթագիտակցական մակարդակում դա շատ խորը նստած է։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո աշխարհը սկսեց փոխվել, որովհետև փոխվեց եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը։ Կամ փոխվեց եկեղեցու դերը հասարակության կյանքում։ Մինչև այդ հեղափոխությունը կային հպատակներ, որոնք հպատակվում էին թագավորին, որը Աստվածի ներկայացուցիչն է, ինչը փաստում է եկեղեցին։ Այսինքն իշխանությունը ձևավորվում է եկեղեցու կողմից։ Եվ մտավ նոր գաղափար՝ քաղաքացիություն։ Եվ արդեն քաղաքացիներն էին ձևավորում իշխանությունը ընտրությունների միջոցով։ Այսինքն, եթե դուք հանում եք եկեղեցու դերը, առաջանում է մաքուր ազգայնականության շարժում։ Այդ հեղափոխության հետևանքով 19-րդ դարում արդեն եկան ազգայնական գաղափարներ արաբների, սիրիացիների ու նաև հայերի մոտ, եւ առաջացավ կոնֆլիկտ ազգայնականների եւ եկեղեցու միջև։ Եվ պատահական չէ, որ ամբողջ 19-րդ դարի եւ 20-րդ դարի գրականությունն ու քաղաքական շարժումները հակաեկեղեցական էին եւ ուղղված էին ազգային պետություն ստեղծելու։ Եվ կրոնն ու կրոնի միջոցով ազգի որոշման հարցը կասկածի տակ դրվեց։ Այսինքն եկան դիմադրության գաղափարախոսություններ, քանի որ դիմադրության համար դու պետք է դուրս գաս այդ հեզության կոնցեպցիայի դեմ։ Եկեղեցին պետությունից էականորեն անջատվեց սովետական ժամանակաշրջանում, հատկապես 1941 թվականից հետո, եւ հայերի մոտ հայրենիքը ու տարածքը սկսեցին նույնականացվել, որովհետեւ եկեղեցին հալածվում էր, հանրային կյանքից դուրս էր մղվել եւ հայերի մոտ առաջացավ այդ տարածքային հայրենասիրությունը։ Ու երբ մենք խոսում ենք առաջին Արցախյան պատերազմի մասին, ապա պետք է միշտ հիշենք, որ հայերը կռվեցին եւ արյուն թափեցին հենց տարածքի, այլ ոչ թե ինչ-որ հոգեվոր արժեքների համար, ինչը իմ կարծիքով նաեւ սովետական ժառանգության արդյունքն էր։ Սակայն Արցախյան պատերազմը, որպես տարածքի համար պատերազմ, հայերի գիտակցության մեջ այդպես էլ չմտավ։ Եվ հիմա մտնում է հակառակ գաղափարը՝ եկեղեցական հայրենասիրություն, որը տարածքից դուրս է, ինչը չափազանց լուրջ վտանգ է իրենից ներկայացնում մեր ազգի համար։